Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է եւ չի խնդրում ոչ հրադադարի, ոչ բանակցությունների մասին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ներկայում Միացյալ Նահանգներն ու Իրանը բացարձակապես ոչ մի առաջարկ չունեն բանակցային սեղանին, ասել է նա։ Արաղչին նաև հայտարարել է, որ իրանական հարստացված ուրանը գտնվում է Միացյալ Նահանգների կողմից ոչնչացված միջուկային օբյեկտների փլատակների տակ եւ կարող է դուրս բերվել ՄԱԳԱՏԵ-ի հսկողության ներքո։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե Նեթանյահուն սպանվել է Իրանի պատասխան գործողությունների հետևանքով, կեղծ են, եւ որ վարչապետի հետ ամեն բան կարգին է։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ Նեթանյահուն սուրճ է գնում եւ վստահեցնում, որ դեռ ողջ է։ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց նավերի անվտանգությունն ապահովելու համար։ Թրամփը նաև գրառում է արել սոցցանցում, որ Միացյալ Նահանգներն անողոքաբար կռմբակոծի առափնյա հատվածը եւ անընդհատ կհարվածի իրանական նավերին։ Այսպես թե այնպես Հորմուզի նեղուցը շուտով կլինի բաց, անվտանգ եւ ազատ, հավելել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ավստրալիայում ապաստան ստացած իրանցի ֆուտբոլիստուհիները մտափոխվել են։ Կանանց ֆուտբոլի Ասիայի գավաթի մրցաշարից հետո այնտեղ ապաստան ստացած ֆուտբոլիստուհիներից 3-ը որոշել են վերադառնալ հայրենիք։ Իրանի պետական TASNIM գործակալությունը գրել է, որ նրանք, մերժելով Ավստրալիայի գայթակղիչ եւ քաղաքականացված առաջարկը, վերադառնում են իրենց ընտանիքների եւ հայրենիքի ջերմ գիրկը։ Քանի դեռ Վիկտոր Օրբանն է Հունգարիայի վարչապետը, Ուկրաինան չի դառնա Եվրամիության անդամ, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն։ Նա հավելել է, որ Կիևը որևէ գումար չի ստանա Բուդապեշտից եւ ոչ մի հունգարացի զինվոր չի ուղարկվի Ուկրաինա։ Ղազախստանում հանրաքվե է անցկացվել, որի ժամանակ ընտրողների 86.7%-ը քվեարկել է նոր սահմանադրության ընդունման օգտին։ Նոր սահմանադրությունը մշակվել է ընդամենը 22 օրում։ Այն արմատական փոփոխություններ է մտցնում պետական կառուցվածքում։ Օրինակ, այն ամրապնդում է նախագահի իշխանությունը, արգելում է քաղաքական կուսակցություններին ընդունել օտարերկրյա ֆինանսավորում, ամրագրում է ամուսնության հայեցակարգը որպես տղամարդու եւ կնոջ միություն եւ այլն։ Եվ վերջում, այս գիշեր տեղի է ունեցել կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի է դարձել տարվա լավագույն ֆիլմը։ Եվ այսպես լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթել է Փոլ Թոմաս Անդերսոնի «Պայքար պայքարի ետևից» ֆիլմը, առաջ անցնելով 9 մրցակիցներից։ Լավագույն ռեժիսորն է Փոլ Թոմաս Անդերսոնը, լավագույն դերասանուհին Ջեսի Բարքլին Համնետ ֆիլմում դերակատարման համար, իսկ լավագույն դերասանը Մայքլ B. Ջորդանը Մեղսավորները ֆիլմում դերակատարման համար։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։